Վեհարանի մասով ուզում եմ հասկանալ հայտարարություններ, որոնք հնչում են մեր կողմից, ակնկալում ենք նաև պատասխան իրենց կողմից։ Երբևէ դուք լրագրողներով փորձել եք Կտրիչ Ներսիսյանին ասուլիսի հրավիրել եւ մեր կողմից հնչեցրած բոլոր հարցերը ուղղել եւ պատասխաններն ակնկալել, որտեղ անդադար այնպեսի տպավորություն է, որ մենք հնչեցնում ենք մտքեր, արտահայտում ենք մտահոգություններ եկեղեցու հանդեպ եւ այնինչ տեղի ունենում եկեղեցու շուրջ այդ մտահոգություններից չկա գեթ մեկ արձագանք եւ առավել եւս պաշտոնական էջով եթե որևէ արձագանք լինում է պաշտոնական էջը եթե ուշադիր նայեք եկեղեցու դարձել է քաղաքական խոսքի էջ որևէ եկեղեցական հոգեվոր մտքի արտահայտություն այդ էջով չի հնչում եւ երրորդ հարցը ինչի Եթե տեքստային մասին դուրս գաք բովանդակային հատված, հաստատ կտեսնեք քաղաքական հայտարարությունները եւ քաղաքական բովանդակությունը։ Իմ հարցը, իմ մտահոգությունս, մենք անդադար պատասխանում ենք ձեր հնչեցրած հարցերին, բայց արդյոք այդ տվյալ անձնավորությունը երբևէ պատրաստակամություն հայտնել է պատասխանել հանրության կողմից հնչեցված եւ մտահոգիչ հարցերին իր անձի եւ իր շուրջ։ Ներողություն Տիկին Մանավազյան, իմ հարցը հետևյալն է, երբ որ դուք մեղադրանքներ եք հնչեցնում, ինչու փաստեր չեք ներկայացնում։ Ներողություն եմ խնդրում, բայց հիմա փաստեր իրավական տեսանկյունից ներկայացված է եւ դուք նորից հնչեցնում եք նույն հարցը, իսկ ինչու եք, չգիտեմ, հետապնդում տվյալ անձին Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։